Ամբողջ հանրապետությունով մեկ բրուցելոզի դեպքեր են արձանագրվել։ Միայն Շիրակի մարզի Կրասար համայնքում 257-ից ավելի խոշոր եղջերավորների սեփականատերեր անասուններին պարտադրված մորթի են ենթարկել։ Փետրվարին այդ ամեն ինչի ներքո կրկնակի առումով 253 գլուխ, 257 գլուխ տվեց տեղական 2, 3, 4, 5, 6, 7։ Կոտայքի մարզի Գեղաշեն վարչական համայնքի ղեկավարը հաշվեց մեկ առ մեկ կարդաց անասնատերերի անունները ու պարզվեց. Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում եւս բրուցելոզի դեպքեր են արձանագրվել։ Վերջին շրջանում այստեղ մոտ 30-ից 40 գլուխ խոշոր եղջերավոր է սպանդի ենթարկվել։ Գեղաշենում մի անասունից էր, որ եկամուտ էին ստանում գյուղացիները, դրանք էլ կոտորվեցին։ Գիտեք, դժվար է, տնտեսություններ կան հանրապետությունում, որոնք առանց բացառության այդ մեկ գլուխ կթան կովի հույսին այդ ընտանիքը ապրում։ Փոքր երեխաներ կան մյուսը, երբ որ արդեն հայտնաբերում է, արդեն դա այդ ընտանիքի համար այդ բառը օգտագործում, դա սարսափ է, զուլում է, համ ինքը ֆինանսական հնարավորություն չունի նոր կենտանի ձեռք բերելու, այդ կենտանին հարգադիր սպանդի ենթարկելուց 30-40% իրան տանուր արժեքի չափն է կազմել։ Ժամանակին պետք էր դեմն առնել, վարակը հաստատ հանրապետությունով մեկ չէր տարածվի։ Դա շատ վատ է, որ ամբողջ հանրապետությունում կա արդեն բրուցելոզ։ Մենք շուտ ենք ասել, իսկ ժամանակին ամբողջ հանրապետությունում բրուցելոզ չի եղել։ Դեպքերը ոչ թե մեկն են, 10-ն են, 20-ն են, հարյուրավոր համայնքներով, մարզերում եւ գնում է, հələ պիկին չի հասել։ Պիկը լինելու է, եւ որ ամբողջ Հայաստանում մեկ թնդալու է, որ չկա արդեն հիմնականում առողջ կենտանի։ Գեղաշենն ամբողջ Կոտայքի մարզի անասնապահության ոլորտի խաչմերուկն է։ Այստեղ է, որ հարակից համայնքներից եւս անասունները գալիս խառնվում են իրար ու վարակը տարածվում է։ Տարի չկա, որ Գեղաշենում անասունը բրուցելոզով չվարակվի։ Դրսից է եկել վարակը։ Ո՞րից է հիմնականում։ Դուք չեք գնում եք դերների կողքինս մեկ մեծամասնություն ոչ վարից։ Գյուղոլորտի մասնագետները ապշած ու զայրացած են, ով է լսել հանրապետությունով մեկ հիվանդություն տարածված լինի։ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյանը հանգիստ տոնով հայտարարի, թե մտահոգիչ ոչինչ չկա, անտարբերությունն էլ չէ, չափ ու սահման ունի։ Պետք է նշեմ, որ ոչ այնքան մտահոգիչ է։ Ոնց կարող է մտահոգիչ լինել։ Բռնկում կա, այդ օրը 19-ն է։ Դրա մտահոգիչը ո՞րն է, որ դուք բրոցելոզի հիվանդություն ունեք, կարանտինային հիվանդություն է եւ բռնկում ունեք, ասում եք մտահոգիչ է։ Թեկուզ մեկ անասնագլխականակը բրոցելոզով վարակվելու օջախ արդեն տարածելի է, դա մեկ գլխականակ էլ վարակվի, բան բրոցելոզով հիվանդ, արդեն ձեր համար պետք է մտահոգիչ լինի։ Արդյոք այդքան մատները արանքով եք նայում։ Չկալովկայում գյուղացի ֆերմեր ու անասնապահ բարձրաձայնեցին, լուրն ամբողջ Հայաստանով տարածեցին, որ հասեք, միջոցներ ձեռնարկեք, հիվանդությունը գեղարքունիք է ասել, անասունը, որ հիվանդանում է, դեմն առնել է պետք, նրանց կամ ականջալուր չեղան, կամ էլ ժամանակին տեղ չհասան։ 3 քաղաքացի ճիշտ է հիվանդների վերահսկման կանխարգելման կենտրոնը հայտարարում է, որ 2-ի մոտ է բրուցելոզը հայտնվել, բրուցելոզի բացիլը հայտնաբերվել, սակայն ըստ այլ տեղեկատվությունների 3 քաղաքացի բրուցելոզով հիվանդ են ու հավատացեք, որ նրանք երևի մինչև իրենց կյանքի վերջը կրելու են այս հիվանդության հետևանքները։ Բրուցելոզը համայնքներում խոշոր եղջերավոր չորքոտանի է, որ գետնին տապալեց, մարդիկ էլ վարակվեցին։ Հունվար ամսից մինչև մայիս ամիսը մենք արձանագրել ենք 111 վարակված դեպք։ Իհարկե դեռ տարին չի ավարտվել, 2024 թվականին մենք ունեցել ենք արձանագրված 329 դեպք բրուցելոզի ամբողջ հանրապետությունում։ Ինչպես կարելի է անտարբեր լինել հիվանդությանը, դրա տարածման դեմն առնելուն, երբ բրուցելոզով վարակված մարդն արդեն հաշմանդամ է դառնում, ամբողջ կյանքում հիվանդությունն ուղեկցում է նրան։ Ունի բավականին երկար ինկուբացիոն գաղտնի շրջան, որը տևում է 5 օրից մինչև 4 ամիս տևողությամբ, միջինը մոտավորապես 2 շաբաթ։ Բրուցելայի կենսակերպից կախված նա կարող է երկար ժամանակ պահպանվել ոսկրածուծի մեջ, հոդերում, ու նրա դուրս բերումը օրգանիզմից դառնում է գրեթե անհնար կամ ասենք շատ դժվար։ Էլի հանգիստ տոնով են արտաբերում թվերը, ասում են բրուցելոզը գրեթե ամեն տարի էլ լինում է։ Ինչ է եղել, որ կենդանիներ էլ կսատկեն, մարդիկ էլ կհիվանդանան։ Ներկայիս թիվը մի քիչ ավելի մոտիկացրել ենք իրականին, քանի որ մի քիչ հարցեր կար լաբորատորիաների հետ կապված, բայց այն որ բրուցելոզ չի եղել, բրուցելոզ եղել է, թվերը ոչ թաքցվել է, ոչ էլ։ Հիշում եք վերջերս էր Հայաստան 205 գլուխ անասուն ներմուծելու փորձ արեցին։
կեղծ փաստաթղթերով էին Ռուսաստանից Հայաստան անասուններին փորձում ներմուծել։ Պատկերացնում եք, տարվա մեջ քանի այսպիսի փորձ անողներ կարող են լինել, ու եթե հանկարծ հաջողվի, ու շատ դեպքերում հնարավոր է, չէ, որ կոռուպցիոն սխեմաների մեջ թաթախվածներ այդ անասուններին բաց թողնեն Հայաստան։ Փողի լույսից կուրացածների համար հետաքրքիր էլ չէ, որ մի ամբողջ ոլորտ կարող են ավերել։ Մենք իրանց մերժել ենք, եթե չեմ սխալվում, որովհետև փաստաթղթերը չի համապատասխան է։ Փաստաթղթերն է կեղծ եղել։ Բայց դրանից առաջ որ ներկրվել է, պավել է բոլոր կարանտին միջոցառումները։ Ընդհանուր այդ փաստաթղթային խնդիրներ է եղել։ Ով է տվել, ոնց է տվել, ոնց է եկել հասը, այդ դրա համար ես նախադեպը նշեցի, որ մինչև բերելը պետք է լիներ։ Դա ինչ որ մի բան այն չի։ Չխորանամ ես դրա մեջ, որովհետև այդ խմորը շատ ջուր կվերցնի։ Գյուղոլորտի մասնագետներն են փաստում, վարակի կետերում նույնիսկ կարանտին հայտարարված չէ։ Էլ ինչ եք ուզում, հիվանդությունը եւ կտարածվի եւ հնարավոր է համաճարակ դառնա։ Ոչ մի կանխարգելիչ միջոցառում չի ձեռնարկվում, ոչ մի պետական բարձր մակարդակի համապատասխան քննարկումներ չեն լինում, նույնիսկ անվտանգության խորհրդի սա քննարկման հարց է, որտեղ պետական անվտանգության խնդիր է։ Իսկ ով է այս պատկերի մեղավորը։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարարն է նկատել, մեղքի բաժինն ամենաթույլ օղակի վրա են գցում։ Միայն անասնաբույժն է պատասխանատու, որ բրուցելոզը շրջում է մարզերով մեկ, մարդկանց ու կենդանիների վարակի բուն դառնում։ Կան դեպքեր, թերացումներ, այո, համենքներ չեմ կարող ասեմ, ամեն համայնքում էլ պատահում է գրուտ բաները, այդ թերացումները վեր են հանվում իր հետագա վարչարությամբ եւ տուգանքներով, ինչպես նաեւ դրա շրջանակներում գրություն են ուղարկում էկոնոմիկա, իրանց էլ ենք իրազեկում, որպեսզի հնարավորինս շտկում կամ լուծումներ տան նմանատիպ դեպքերը չկրկնվելու համար։ Այս 7 տարի առաջ մենք ունենք անասնաբուժերի խնդիր։ Նախկին ռեկտորով, կառավարության, չգիտեմ ինչ մարդկանցով դուք ասում եք, որ մենք լուծելու ենք անասնաբուժության խնդիրը, ընդունելություն, վերապատրաստում, սերտիֆիկացում։ Մեկ հոգի ցույց տվեք 7 տարվա մեջ արել եք, խնդիրը եղել է։ Պետք է սպասենք, որ կարմիր լույսը վառվի, այսինքն վտանգավորությունը արդեն հստակ մարդիկ արձանագրվեն, որ հիվանդ են, կենդանիների մի 100-200, որ նոր սկսենք այսպես ինչ-որ բան անել։ Այ մեր խնդիրը նա է, որ հենց չենք կանխարգել, մենք իրավիճակի վրա, վառվող կրակի վրա ջուր ենք լցնում։ Տարվա վերջում վիճակագրական կոմիտեն թվային վատ պատկերներ կներկայացնի գյուղոլորտի ցուցանիշների անկման առումով։ Կարկուտը ծեծած տեղը ծեծեց, գյուղացուն ու եկամուտի աղբյուր բերքն ավերեց, բրյուսելոզն էլ մյուս կողմից պաշարեց։ Առանց այն էլ անասնապահության ոլորտում կենդանիների գլխաքանակի անկում կա։ Հիվանդությունն էլ իր հերթին կավելացնի բացասական ցուցանիշը։ Կփոխհատուցեն անասնապահին, ֆերմերին կրած վնասների համար։ Այստեղ էլ դժվար թե լավ լուրի սպասենք։ Կարկուտի հետևանքով բերք ու բարիքից զրկված հողի մշակը դեռ այդ աղետից կրած վնասների փոխհատուցումը չի ստացել։ Ճեղքը գյուղում խորանում է։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։